լույսը բացվեց, զանգահարեցի Աշոտին, ասացի Աշոտ, վեդին թող, արի գնում ենք Արմավիրի մարզ, բայց դե չգիտեմ որ գյուղում ենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ։ Ինչ կա, չկա։ Բան չկա։ Ամեն ինչ լավ է։ Այո։ Ինչա ձեր անունը։ Կարինե։ Օ, Կարինե ջան, ես Արևիկն եմ։ Հայտնվել ենք Արմավիրի մարզում այսօր, բայց չգիտենք որ գյուղում ենք։ Մեզ կօգնեք իմանանք։ Այո։ Եվ ինչ այս գյուղի անունը։ Գյուղի անունը Մեծ Արմավիր է։ Այո։ Դե սիրելիներս, տեսնենք ինչ կա չկա Մեծ Արմավիրում։ Սիրելիներս, մեր հաղորդաշարի գլխավոր հովանավորն է F-Net Telecom ընկերությունը, որը իր բաժանորդներին առաջարկում է գերարագ ինտերնետ կապ, բազմաժանր հեռուստաալիքներ, մի շարք խելացի լուծումներ, F-Time հարթակը նաև, մանրամասն տեղեկությունների համար խնդրում եմ զանգահարեք նշված հեռախոսամարով 8988 կամ այցելեք fnet.am պաշտոնական կայք։ Բարև։ Բարև ձեզ։ Ոնց ես։ Լավ։ Մենք առաջին անգամ եկել ենք, որպեսզի բացահայտենք Մեծ Արմավիր բնակավայրը։ Դու այստեղ ես ծնվել։ Այո։ Եվ ինչպես է անցնում քո կյանքը Մեծ Արմավիրում։ Շատ լավ։ Կասես ինչ ես անում, ինչով ես զբաղվում, պարապմունքների Հաճախում եմ Մենթալ թվաբանության ակադեմիա։ Որտեղ։ Մենթալ թվաբանության ակադեմիա։ Դա որտեղ է գտնվում։ Հայկավան գիտելիքների խաչմերուկ։ Այնտեղ ինչ եք սովորում։ Այնտեղ հաշվում ենք ձեռքով։ Սենց։ Ես արդեն 4 տարի է հաճախում եմ ու ես շատ եմ սիրում Մենթալ թվաբանությունը։ Որ դասարանում ես սովորում։ 4-րդ։ Որոշել ես ինչ ես դառնալու ապագայում։ Ուզում եմ երգչուհի դառնալ։ Հա, ինչ լավ է։ Իսկ երգել հիմիկվանից սովորում ես։ Այո, երգում եմ։ Երգում ես անգամ։ Քո ամենասիրած երգչուհին ով է։ Ում ես ամենաշատը սիրում, երկրպագում։ Լիլիթ Հովհաննիսյանի։ Օ, իսկ երգիչներից ամենաշատ ում ես սիրում։ Միհան Ծառուկյանի։ Իրենց երբևիցե հանդիպել ես։ Ոչ։ Օ, կուզենայիր տեսնել։ Հա։ Լիլիթին թե Միրանին։ Երկուսին։ Երկուսին։ Իսկ շնորհավոր ես կանանց մի ամսյակը։ Շնորհավորում եմ բոլորի մարտի 8-ը, ուզում եմ որ բոլորը ուրախ լինեն եւ ջերմությամբ լսվի աստունը։ Ում կցանկանաս մեր եթերով ողջունել։ Մամ ջան, պապ ջան, ես ձեզ շատ եմ սիրում, ուզում եմ միշտ առողջ լինեք ու սենց երջանիկ։ Ապրես, դե արի քեզ գրկեմ ու ճանապարհենք։ Կանուն ինչ է։ Արևիկ։ Արևիկ։ Օ։ Երեխեք, մեկն ու մեկը եկեք այստեղ կանգնեք երազանք պահեք։ Ես կգամ։ Արի, մեջտեղը կանգնի։ Ահա, Արևիկի ձեռքը բռնի։ Բռնի։ Աչքերդ փակի ու երազանք պահի։ Պահեցիր, հա, հենց կատարվի Instagram-ով կգրես, որ գանք մաղարիչը անես, եղավ։ Կատարվում է։ Հա, ինչ էիր որոշել, որ արդեն կատարվում է։ Մեծ տուն։ Մեծ տուն։ Մեծ տուն։ Ձեզ տուն։ Առանձին տուն։ Առանձին տուն ունենաք։ Հա, Կատարվում է։ շատ լավ է։ Դե հենց տեղափոխվեք ձեր տուն, ինձ ու Աշոտին կկանչես, սուրճ կհյուրասիրես, եղավ։ Կյանքը ոնց է անցնում Մեծ Արմավիրում։ Լավ։ Ինչ ես անելու տանը։ Չգիտեմ, դասեր երևի գնել։ Պարապմունքի չես գնում։ Հա, բարի պիտի թամ։ Ահա, որտեղ ես բարի գնում։ Ակումբ։ Որ ակումբում։ Մեծ Արմավիր։ Այստեղ։ Չէ, այս։ Ձեր գյուղի մասին պատմի էլի։ Առաջին անգամ ենք եկել ու չենք ճանաչում մարդկանց, գյուղի ծանոթ չենք։ Մարդիկ շատ կարահամբեր են։ Հա, կհամոզվենք հյուրասեր են։ Հա։ Դրանում էլ կհամոզվենք։ Կրվարար են։ Չէ, այդքան։ Հաշտու համերաշխ ապրում եք երկնքի տակ միասին։ Իսկ դու ապագայի հետ կապված ինչ պլաններ ունես։ Որ մեծանում դառնամ բժիշկ։ Իսկ լավ մարդ։ Հա,
Լավ մարդ ես դառնալու։ Բայց լավ մարդ դառնում են փոքր տարիքից։ Պետք չի մեծանալ լավ մարդ դառնալու համար։ Ցան որ բարի համբույր լինես։ Բարի լինես, մեծահոգի լինես, մարդկանց օգտակար լինես, օգնես։ Միշտ ես այսպես խելոք։ Խելոք, համես։ Դե լավ, դե գնացեք տուն, հանգստացեք, երեք խմեք ու անցեք ձեր վաղվա դասերին։ Պայմանավորվեցինք։ Ժողովուրդ ջան, դե շփվեցինք երեխաների հետ, տեսա այստեղ մի մեծ շենք, որի վրա գրված է Արմավիր համայնքի արվեստի դպրոց։ Գնանք տեսնենք ինչ են անում այստեղ, ինչ կա չկա այս շենքում։ Աշոտ գալիս ես, կարաս չգաս, նայ քո հայեցողությանը, ես մենակ էլ յոլա կգնամ։ Ոնց բացեմ դուռը ապեր, հələ արի։ Չի բացվում, փակ է։ Չէ։ Հա, խելք եմ է ասել, ապրես։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Հարիկ ջան։ Ինչպե՞ս եք, պարոն Սիրեկանյան։ Լավ, շնորհակալ եմ, դուք ինչպե՞ս եք։ Լավ եմ, առաջին անգամ հյուրընկալվել ենք Արմավիր բնակավայրում։ Բարով եք եկել, Հարիկ ջան։ Ուզում եմ իմանալ աշխատանքային օրը ինչպես է անցնում։ Շատ լավ, շատ հանգիստ մթնոլորտում։ Երաժիշտներն այստեղ սովորում, շատ գեղեցիկ անցնում է։ Պարոն Սիրեկանյան, մի փոքր կպատմեք արվեստի դպրոցի մասին։ Արվեստի դպրոց 2010 թվականից, հա, 2010 թվականից առաջ եղել է երաժշտական դպրոց, իսկ շատ շուտ եղել է հանրակրթական դպրոց։ Նկարչական բաժին ունենք պար, ունենք շվի, ունենք կանոն, դուդուկ, դհոլ, վոկալի սաներ ունենք, տարբեր արդեն ճյուղերով զարգանում է։ Այնինչ պետք է լինի արվեստի դպրոցում, ամեն ինչ ունեք։ Կարելի է Ցանկացած ասել, կարելի է խմբակ ասել։ Դե խմբակներ կա, որ չկան, մասնագետի խնդիր էլ կա այս պահին, ինձ թվում է ընթացքային կունենանք էլի։ Ահա, կարևորը որ գյուղի երեխաները իրենց զբաղմունքը ունեն։ Այո, ասեմ, որ միայն Արմավիր գյուղում է գտնվում արվեստի դպրոցը, դուք էլ կնշեք, ասեմ, բայց Արմավիր գյուղից մենակ չեն հաճախում։ Հաճախում են 11 գյուղից, հարակից գյուղերից, բոլոր գյուղերից հաճախում են այստեղ։ Ներկապային սովորում է 193 երեխա։ Համել երեխաները փոքր տարիքից իրենց մասնագիտությունը կընտրեն արվեստի դպրոց հաճախելով։ Այո, երեխաներ ունենք, որ այս պահին սովորում են կոնսերվատորիայում, Արմավիրի ուսումնարանում երաժշտական։ Լինում է, որ փառատոնների գնաք մասնակցեք։ Այո, լինում են, ունենք նաև այս պահին, որ պետք է գնանք Կիպրոս մայիս ամսին, կերպարվեստի երեխաների հետ, նրանք մասնակցել են եւ Grand Prix են արժանացել։ Բրավո, շնորհավորում եմ։ Հաջողություններ ենք ձեզ մաղթում։ Շնորհակալություն շատ։ Մրցանակներով վերադառնաք։ Շնորհակալ եմ։ Ու Արմավիրի պատիվը ամենուրեք բարձր պահեք։ Շնորհակալ եմ շատ։ Նաև ուզում եմ առիթից օգտվեմ եւ շնորհակալություն հայտնել մեր համայնքապետարանին, որ միշտ մեր կողքն են լինում։ Անցած տարվանից արդեն ունենք ջեռուցում այս դպրոցում։ Շնորհակալություն, մենք եւս հայտնում ենք մեր հերթին համայնքապետարանից եւ կցանկանանք, որ ցանկացած հարցով ձեզ աջակից լինեն։ Իմ անունը դու գիտես։ Չէ։ Ինձ չես ճանաչում։ Չէ։ Ընդհանրապես մեր վիդեոները չես տեսել։ Տեսել ես։ Այն աղջկան տեսել ես, որ երգում է ուրախո միակը։ Այդտեղից պետքա որ ինձ ճանաչեիր։ Դու տղան ես։ Նահապետի։ Ահա, արի բարև ենք Նահապետին, հայրիկին։ Բարև հայրիկին։ Հələ կասես ամենաշատը աշխարհում ում ես սիրում։ Իմ ընտանիքին։ Ամենաշատը ում ես սիրում։ Չեմ կարող ասեմ, որտեղ իմ ընտանիքին եմ սիրում։ Բոլորին էլ սիրում ես։ Այսօր ամսի քանիսն է։ 2 օրից ինչ տոն է սպասվում։ Մարտի 8, այո, դա ինչ տոն է։ Այդ օրը դուք ինչ եք անում։ Հա, մայրիկին շնորհավորում ենք, ծաղիկներ ենք նվիրում։ Ահա, բաճիկ ես անում, ծաղիկը նվիրում ես։ Որոշել ես ինչ ծաղիկ ես նվիրելու։ Չէ։ Չէ, իսկ բացիկ գրելու ես։ Այո։
թե արդեն գրել ես։ Գրելու եմ։ Գրելու ես։ Ինչ բարեմաղթանք ես բացիկի մեջ գրելու։ Չեմ որոշել։ Հա։ Արտուր, որ դասարանում ես սովորում։ Երրորդ։ Քանի առարկա եք անցնում։ Շատ ահր։ Շատ են։ Բա ամենաշատը որ առարկան ես սիրում։ Մաթեմատիկա։ Որոշել ես ինչ ես դառնալու։ Այո։ Ինչ։ Երաժիշտ եւ մաթեմատիկայի դասատու։ Արմավիրում ես դասավանդելու։ Այո։ Այո, իսկ քո ապագան արմավիրում ես պատկերացնում։ Գյուղում թե քաղաքում։ Գյուղում։ Ինչու գյուղում։ Գյուղը լավ տեղ է։ Այո։ Ինչով է լավ։ Ինչու ես գյուղը սիրում։ Որտեւ սկզբից ես այդտեղ եմ մեծացել։ Քո բոլոր ընկերները այստեղ են։ Որ ամուսնանաս էլի կշարունակես գյուղում ապրել, լավ։ Այո։ Հա, չգնաս քաղաք։ Մենք պետքա մեր գյուղերը ամեն կերպ շնացնենք։ Պայմանավորվեցինք։ Լավ։ Դու ես լսում երաժշտության ձայներ։ Հա, վերևից է։ Դհոլ են նվագում։ Ուխ, ոնց եմ ես սիրում դհոլ։ Գնանք տեսնենք ովքեր են։ Ոնց, էլի դուք։ Ոնց Արևիկ, էլի դու։ Ընկեր Տիգրան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Երեխաներ, բարև ձեզ։ Էլի ես, այո։ Ես եկա Արմավիր ու հարազատ մարդու հանդիպեցի։ Ես շատ ուրախ եմ։ Մենք էլ ենք շատ ուրախ։ Դուք են ասեք, տեսահոլովակից գոհ եք, գոհ չեք։ Շատ գոհ ենք, ապրեք շատ։ Ընկեր Տիգրան, ասեմ, որ ձեր տեսահոլովակով Արմավիրի մարզում մեծ բում արեցիք։ Տեսանք, էլի բոլորը անակնկալի եկան, երջանկացան, լավ գաղափար էր, գիտեք, չէ՞։ Շատ։ Համ նորաբաց այգին ցույց տվեցիք, համ տաղանդավոր սաներին, ապրեք շատ։ Իսկ դրանից հետո աշխատանքային գործունեությունը ինչպես է ընթանում։ Շատ լավ է ընթանում, հիմա էլ պատրաստվում ենք գնանք Վրաստան համերգի ամսի 13-ին։ Ամեն կերպ ձեր սաներին առաջ եք տանում։ Այո, աշխատում ենք։ Դե ձեզ մեծ բեմեր ենք մաղթում։ Ես էլ մի փոքր շփվեմ երեխաների հետ, տեսնեմ ոնց են։ Շատ լավ։ Չէ։ Այստեղով չի լինի, պետք է այստեղով չէ նվագել։ Կյանքդ ոնց է անցնում Արմավիրում։ Լավ։ Դու էլ նվագել շատ ես սիրում։ Այո։ Ինչքան ժամանակ է որ սովորում ես։ Գիտեմ։ Չգիտես։ 1 ամիս, 2 ամիս, 2 տարի, 3 տարի, ինչքան ժամանակ է։ Չգիտես, քանի տարեկան ես։ 7։ Երկրորդ դասարանում ես սովորում։ Հաշվել գումարել գիտես։ Դե մի հատ նվագիր լսենք։ Ինչի համար ես սովորում դհոլ նվագել, ինչ տա պետք։ Որ ծմերը երեկան նվագել։ Ձմեռն են ձեր հյուրերը մենակ գալիս։ Իսկ տանը շատ ես սպարապում։ Տատին չի ասում գլուխը ստարար։ Չէ։ Բա մամա։ Փակում ենք։ Հա, չի լսվում։ Հարևանները չեն բողոքում։ Լավ է, լավ պրծանք։ Քո անունը կասես։ Վլադիմիր։ Վլադիմիր, ով են քեզ ասում։ Թե Վլադիկ։ Վլադիկ են դիմում, բայց քեզ ոնց է հաճելի։ Վլադիկ, արի ես քեզ Վովա ասեմ։ Վլադիմիր Արզումանյան կար, Վով Արզումանյան, ինքը Եվրատեսիլում հաղթեց, գիտեք, չէ։ Դուք այդ ժամանակ դեռ ծնված էլ չեք երևի։ Հա, հաղթեց ու շատ ուրախ էի դրա համար Վովա անունը ես շատ եմ սիրում։ Վովա։ Դու փոցում ամենաշատը որ ուսուցչուն ես սիրում։ Ահարոնյանի։ Ընկեր Ահարոնյանին։ Ինքը ինչ է ձեզ սովորեցնում։ Մայրենի մաթեմատիկա։ Որ դասարանում ես սովորում։ Առաջին։ Առաջին ես։ Արի ընկեր Ահարոնյանին մի կատարում նվիրենք։ Ահարոնյանի դեզի շատ ենք սիրում։ Վերջ այդքան է։ Իսկ քո հավանած աղջկանուն ինչ է։ Յուլիանա։ Ինչ։ Յուլիանա։ Ջուլիանա։ Իրեն ինչքան ես սիրում։ Ամպիճ։ Ամպիչապ։ Վայ։
Ջուլիայի մեջ ամենաշատը քեզ ի՞նչն է գրավել։ Երկար մազերը, կապույտ աչքերը։ Բա բնավորության մեջ ի՞նչն ես սիրել։ Նախանձությունը, չարությունը։ Չարությունը չէ։ Բա ի՞նչն ես սիրել։ Խելոք։ Ինչ։ Խելոք մլալը։ Բարի աղջիկ է ինքը։ Բա Ջուլիայի համար ինչ անենք, որ տեսնի ու իրեն լավ զգա։ Նվագես թե երգես։ Նվագեմ։ Դե մի փոքր կատարում էլ Ջուլիային նվիրի։ Ապրես, իսկ մարտի 8-ին Ջուլիային ծաղիկ նվիրելու ես։ Չես վախենում բա իրեն մամայից, պապայից։ Բա որ քո վրա ջղայնանը։ Բա որ ասեն տղա ջան, տարիքը չի գնա դասերդ սովոր, ինչ ես ասելու։ Գնալու ես դասերդ սովոր ես ուսուփուս։ Բա Ոչ մի բան չեմ անում։ հա, իսկ ինքը գիտի, որ իրեն սիրում ես։ Ինչ ա քեզ պատասխանել։ Ոչ մի բան, դեռ պատասխան չի տվել։ Դե լավ, քանի որ առաջիկայում 1 ամսյա կա, դու իրեն անդադ կարաս բացիկներ ուղարկես, հա? Ծաղիկներ մեկ-մեկ նվիրես, դե փող չկա էլի, որ անդադ ծաղիկ առնես, բայց դե բացիկները անվճար է։ Կարաս գրես ամեն անգամ տանես դնես իր սեղանին, կգա կկարդա։ Լավ, մի օր կգրես քեզ լավ օր եմ մաղթում, մի օր կգրես ես քեզ անպիճապ սիրում եմ։ Ամեն օր տենց խառը բաներ կգրես, քեզ կսիրահարվի։ Եղավ, կանոն ինչ է։ Հիմա գիտես, չէ, ձևերը փոխվել էր, արդեն աղջիկներն են տղաներին խոսեցնում։ Գիտեիր։ Հիմա ասա տեսնեմ, այսպես սիրուն ում ես նման։ Մամային թե պապային։ Պապայիս։ Ինչ ես նվագելու մեզ համար։ Բերտուրուբը։ Ապրես։ Դե նվագի, լսենք։ Շնորհակալություն։ Դու ուզում ես հայտնի դառնաս։ Հա, բոլորը քեզ ճանաչելու են, գիտես, չէ։ Ասելու են, այդ ինչքան լավ էր նվագում։ Միշտ ես այսպես լուրջ։ Ընդհանրապես դու ծիծաղել գիտես։ Իսկ ժպտալ, դե մի հատ կժպտաս։ Ոխ։ Հակոբ, ինչ ես դառնալու, երբ որ մեծանաս։ Դոլա։ Հա, ինչու, իմաստը ո՞րն է դոլար դառնալու։ Ինչի համար ես ուզում դոլար դառնաս։ Այ օրինակ, մեր սիրուն տղան ասաց, որ բարեկամները գան, հյուրերը գան նվագեմ իրենց համար։ Ես էլ արսանիկներին եւ կնունքներին նվագեմ։ Մեծ երաժիշտ ես էլի ուզում դառնաս։ Այո։ Մենակ Արմավիրի մարզում ես նվագելու։ Այո։ Հա։ Չես ուզում այնքան ճանաչված լինես, որ մինչև Սյունիքի մարզ հասնես։ Միայն Արմավիրի մարզում, Արմավիրի մարզի բնակիչներ, երբ որ ինչ-որ առիթ ունենաք, անպայման Հակոբին կհրավիրեք, ինքը ձեզ համար կնվագի։ Լավ էր, քեզ գովազ դարեցի։ Դե նվագի տեսնենք ոնց ես նվագում ընդհանրապես։ Տեսակ ինչքան լավ է նվագում։ Քանի տարեկան ես։ 7 տարեկանում որ այսպես հարվածներ ա հասցնում, ծեծում ա դորին, պատկերացնում եք 20 տարեկանում ինչ է կանի։ Send us your
ենք մաղթում։ Արմավիրցի դհոլահարներ, շնորհակալ ենք ձեզնից շատ, մեր օրը Արմավիրում շատ լավ սկսվեց, տեսնենք շարունակությունը ինչպես է ընթանալու։ Ձեզ հրաշալի պարապմունքներ ենք մաղթում, մեծանաք, ձեր երազանքներին հասնեք, լավ։ Դե գնացի ես, ցտեսություն։ Լավ եղեք, ընկեր Տիգրանին լսեք, լավ։ Արմավիրցիներ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ կա չկա։ Ոչ մի բան չկա։ Դաս կա, ինչի դաս կա։ Սոլֆեջոյի, այո։ Երեխեք, ես ձեզ մեկ հարց եմ տալու, ով ճիշտ պատասխանի Voice of Dream-ի կողմից նկարչական ալբոմը նվեր ստանալու։ Իսկ ինչ է Voice of Dream-ը։ Voice of Dream-ը սոցիալական նախաձեռնություն է, այնտեղ հատուկ կարիք ունեցող երեխաները նկարչությամբ են զբաղվում եւ իրենց նկարներից ստանում են այսպիսի նկարչական ալբոմներ, նոթատետրեր, գրիչներ եւ այս ամենը նրանք վաճառում են իրենց Facebook-յան եւ Instagram-յան էջերով։ Այսինքն մարդը եթե ցանկանում է բարեգործություն անել, կարող է իրենց էջին գրել, պատվիրել ալբոմ, նոթատետր ու գնելով բարեգործություն կանի, այսինքն գումարը կփոխանցվի հատուկ կարիք ունեցող երեխաների սովորելուն, զարգացմանը, իրենց կրթվելուն։ Ես էլ ուզում եմ իրենց աշխատանքից մեկը նվիրել ձեզ։ Եվ հարցս հետևյալն է. որ երկիրը առաջինը ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Հայաստանը Հայաստանը, ճիշտ է։ Եվ որ թվականին 1900 Ոչ, որ թվականին 301 Ճիշտ է, Պալինան ճիշտ պատասխանեց հարցին, քրիստոնեությունը ընդունել ենք որպես պետական կրոն 301 թվականին եւ որպես ճիշտ պատասխանող այս նկարչական ալբոմը նվիրում ենք քեզ։ Շնորհակալություն երեխաներ, ես էլ գնամ տեսնեմ, ինչ կա չկա, որտեղ։ Արմավիրում, այո։ Ագուհի, նոր արվեստի դպրոցում դու ինձ մոտեցար ու ասացիր, որ ինձ ճանաչում ես ու անկեղծ ասա ուրախ ես, որ այսօր ձեր գյուղում ինձ տեսար։ Այո, շատ ուրախ եմ։ Սպասում եք ինձ։ Անկեղծ ասած, հա։ Ուրա, այնքան հաճելի է, որ գնում ես մի գյուղ, որտեղ առաջին անգամ ես լինում, բայց քեզ ճանաչում են ու սպասում են, ամենակարևորը։ Դե մարդիկ ինձ այսպես հաղորդումների մեջ տեսնելով արդեն ճանաչում են, որովհետև ասա, այնպեսին եմ, ինչպեսին հաղորդումների մեջ կամ, չէ։ Այո։ Նույն բնավորությունը, նույն խոսելաձևը, ամեն ինչ նույնն է։ Հիմա եկել եմ ձեր գյուղ, որ տեսնեմ ինչ կա, չկա Արմավիրում։ Արմավիրում կա դպրոց, արվեստի դպրոց, մանկապարտեզ։ Շատ հեռու է այստեղից։ Ոչ։ Մենք հիմա կենտրոնում ենք գտնվում Արմավիրի։ Տեսնում եմ, որ գրված է առաջին փողոց։ Հա։ Այսինքն կենտրոնական հատվածն է։ Ահա, հիմա հասկանանք էլ ինչ չկա Արմավիրում։ Խաղահրապարակ չկա։ Չունեք։ Չունենք։ Այսինքն մանկահասակ երեխաները որտեղ են իրենց ժամանակ անցկացնում։ Տներում, բակերում։ Բակերում։ Այգի չունեք, խաղահրապարակ չունեք։ Իսկ այսպեսի մի հարց, խմելու ջուրը միշտ գալիս է։ Այսինքն կրանտ երբ բացում եք ջուր ունենում եք։ Ոչ։ Իսկ օրվա մեջ քանի ժամ են տալիս։ Առավոտյան 1 ժամ եւ երեկոյան 1 ժամ։ Տանը այսինքն ամեն օր ջուր եք հավաքում։ Այո։ Լավ չի, չէ՞ այդպես։ Չէ։ Կուզեիք 24 ժամ ջուր ունենայիք։ Այո։ Գիտես չէ՞ որ Արմավիրը նախկինում քաղաքամայր է եղել։ Այո։ Ահա, եղել է մեր հնագույն Հայաստանի մեծ հայքի, եթե չեմ սխալվում, մայրաքաղաքներից երկրորդը։ Այո։ Այսինքն Տուշպավանից հետո երկրորդ մայրաքաղաքը եղել է Արմավիրը։ Մեր գյուղը, այո։ Ձեր գյուղի տարածքում, այո, նախկինում եղել է քաղաք։ Այո, ես դեռ Մայրաքաղաք։ մեր պատմության ուսուցիչը պատմել է։
Մենք պատմական գյուղում ենք այժմ գտնվում։ Ինչ է սովորում արվեստի դպրոցում։ Դաշնամուր, կանոն եւ բար։ Դասերից հետո դու, այսինքն, զբաղված աղջիկ ես։ Այո։ Ազատ չես լինում։ Ոչ, ես ամեն օր գալիս եմ այստեղ միշտ շաբաթ օրը։ Դա լավ է թե վատ է։ Շատ լավ է։ Իսկ ծրագրել ես ապագայում ինչ մասնագիտություն ես ընտրելու։ Այո, բարը։ Ես ավելի շատ բարն եմ սիրում։ Բարը հոգեհարազատ է քեզ։ Այո։ Իսկ մրցույթների գնացել ես։ Շատ փոքր ժամանակ շատ, սա ապրիլի 25-ներ են գնալու։ Սիրում ես Արմավիր բնակավայրը։ Այո, շատ։ Շատ։ Ապրես։ Դե հիմա քեզ չխանգարեն, գնա մասնակցիր քո պարապմունքներին, որ ապագայում լավ մասնագետ դառնաս։ Ինչու՞ չէ, նաև դու պարուսույց լինես քո հարազատ գյուղում։ Միլենա ջան, ո՞նց ես։ Լավ։ Ինչ կա չկա։ Ոչ մի Այսօր ինչ է ստացել։ 10 Օ, ո՞ր առարկայից։ գերմաներեն։ Գերմաներեն ինձ կարող ես բարևել։ Guten Tag։ Ոնց պետքա պատասխանեմ։ Էրին ինձ։ Guten Tag։ Միլենա կասես, մաման, պապան, պապին, տատին ինչով են հիմա զբաղվում։ Մաման մանկավարժա դպրոցում աշխատում։ Պապան վիոլա ջրում, տատին դպրոցում էր աշխատում, գերմաներեն ուսուցչուհի էր։ Պապիսը շոֆեր էր։ Հիմնականում այստեղ ինչ եք մշակում։ Այստեղ չէ, այստեղից որ մի քիչ հեռվանում ենք, թեքվում ենք աջ, մեր հողն է։ Խաղող մշակում եք։ Հա, մեծ այգի ունեք խաղողի։ Իսկ դու այդ գործերի մեջ ընտանիքի անդամներին օգնում ես։ Հա։ Սիրում ես հողագործական աշխատանքներ։ Այդքանը չէ, բայց սիրում եմ։ Սիրով ես անում։ Դրա դիմաց քեզ վարձատրում են։ Տատին, պապին թոշակից քեզ գումար չեն տալիս։ Տալիս են, ասում են, չէ, ապրես մեր աղջիկ, օգնեցիր, այս գումարը քեզ։ Շատ լավ է։ Երբ ծնունդս է գալի, միշտ 20,000 են տալիս։ Ապրեն, ինչ ես Բաքու համար առնում։ Չգիտեմ, տալիս եմ մամային։ Աշոտը ասում է, չի լինի, ես էլ իմ ծննդյան օրը գամ ձեր տուն, ասեմ ծնունդս է, ինձ էլ 20,000 տան։ Հələ կհարցնես, հա, տատիկին, պապիկին, կասես մի Աշոտ կար, ինքն էլ է ուզում իր ծննդյան օրը գամ մեր տուն։ Լավ։ Գյուղը մաքուր եք պահում, թե ոչ։ Ես չգիտեմ։ Ես միշտ մեր հայաթն եմ լինում։ Ահա։ Բայց կարող է դրսի մարդիկ օգտոտ են։ Իսկ շաբաթօրյակներ չեք անում։ Դպրոցում անում ենք, բայց մեր տարիքին չի վերաբերվում տարական դպրոցի։ Ես կուզենամ, որ դուք երեխաներով մի նախաձեռնություն սկսեք, օրինակ ամսվա մեջ մի անգամ հավաքվեք ու սկսեք գյուղը հավաքել, մաքրություն անել գյուղում։ Այդպես ձեզ շատ մարդիկ կտեսնեն ու կմիանան։ Հետո արդեն մարդիկ էլ մաքուր կպահեն, էլ չեն թափի ու կունենանք մաքուր Հայաստան։ Չգիտեմ, բայց ջանգյուլումի օրը ես երեխեքին առաջարկեցի, որ ջանգյուլում անեն, իրանք ասեցին չէ, ոչ հավես կա, ոչ էլ։ Վայ, բայց գոնե այդ ջանգյուլումի խորհուրդը իմաստը հասկացան։ Վայ, դա իրենց կասես, որ մեր հին հայկական ավանդույթն է ջանգյուլումը։ Ու պետքա բոլորս էլ նշենք, որ մեր մշակույթը չկորի։ Մյուս անգամ էլ կասես անպայման, լավ։ Ժողովուրդ ջան, քանի որ Արմավիր գյուղում ունենք բլոգեր Լուսի անունով, ես ուզում եմ, որ նա Ռիփսիմեին մի քանի հարց ուղղի։ Դե Լուսի, քեզ տեսնենք։ Լավ ես, Ռիփսիմե։ Այո, Քանի տարեկան ես։ 8։ Որի դպրոցում ես հաճախում սովորում։ Առանց թվի Արևիկի միջնական դպրոց։ Շատ ես սիրում սովորել։ Այո, Քո տատիկը, մայրիկը, պապիկը, հայրիկը ինչերով է զբաղվում։ հայրիկին չգիտեմ, մայրիկը աբակա աշխատում, տատիկս դպրոցում, պապիկս է հողը։ Ինչ առարկաներ ես սիրում։ Մաթեմատիկա, կերպարվեստ, մայրենի, տեխնոլոգիա։ Չես վրստում։ Այս շերտին ինչ ես, ձեռքերդ նեղերդ բաց։ Եղել է որ 9 ստանաս։ Լիքը։ Օ, դասատս տատի ունես, ո՞նց չսովորես։ Ինչ ես նվերելու մարտի 8-ին մայրիկիդ։ Ցեպ, մեկ էլ ծաղիկն են։ Տենում եք ցելի է որտեղ ինչ Ռիփսիմե ունենք։ Երեխեք գյուղում ունեք բարբար։ Այդ ո՞րն է։ Որ բարբարով խոսեք, օրինակ հացին ասեք խաց, հարսին ասեք խարս։ Ես սպիտակի բարբարով եմ կամ խոսում։ Հա? Հələ փորձի հետս։ Արմինե լկած։ Արմինե, Արևիկ լկած։ Դե նկարենք, չէ, լկած։ Վերդի կենամ։ Հա։ Դե խոսա է, դե մոտ խոսա։
Սիրելիներս, այս հուշարձանը նվիրված է հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված արմավիրցիների հիշատակին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Նորմալ։ Ես Արևիկն եմ, ինձ դժվար ճանաչեք։ Հա, ո՞ր է ճանաչեմ Արևիկին։ Դրա համար հրավիրել եմ այստեղ, որ ճանաչեք։ Հա, ուրախ եմ։ Ահա, դուք պարոն Սուրիկն եք։ Ես պարոն չեմ։ Վա, Ընկեր եմ էլ։ ձեզ դիմեմ ընկեր Սուրիկ։ Ահա։ Ահա, ընկեր Սուրիկ, ես Արևիկն եմ։ Արմավիրը մեր 108-րդ գյուղն է, երևի։ Այդքան գյուղերում եղել ենք։ Հա։ Հո։ Բախի Հայկավան չեք եղել։ Դե որովհետև Հայկավանից ծանոթ չունենք, որ լինենք։ Բայց ինչ է։ Ահա։ Մենք հիմա կծանոթանանք, դուք կդառնաք իմ ծանոթը, հաջորդ անգամ որ գանք Հայկավան, կասեմ գնանք ընկեր Սուրիկյանց տուն մի հատ սուրճ խմենք, թարմանանք ու մեր նկարահանումները սկսենք։ Այո, լավ էլ գինիք խմացնեմ։ Հաջորդ անգամ կգանք Հայկավան։ Փոքր գյուղ է Հայկավանը։ Չէ, ինչա։ Մեծ գյուղ է։ Չէ, սրանից փոքր է, բայց գյուղը։ Այսինքն կապը պահում եք հարևան բնակավայրերի հետ։ Իսկ արմավիրցիների մասին մեզ ինչ կպատմեք։ Շատ լավ գյուղ է, գյուղապետն էլ նորմալ տղա է, նորմալ աշխատում է, գյուղը պահում է 20 տարուց ավել, նորմալ վիճակում։ Իսկ արմավիրցիկ լավ մարդիկ են, որպես մարդ էլի։ Շատ լավ։ Չէ, եկեք անկեղծ ասեք էլի։ Նորմալ մարդիկ են։ Ազգություններ կան այլ։ Հա, կա։ Եզդիներ կան։ Եզդիներ, էլ ուրիշ ոչ մի։ Ասորիներ չկան։ Չէ։ Հայեր, եզդիներ կողքի ապրում են Արմավիր գյուղում։ Իսկ ավանդույթներ կա այստեղ։ Հա, բավական չկա։ Օրինակ, ինչ ավանդույթ։ Հայկականի ինչ կա, կա։ Նորմալ նշվում է գյուղում։ Բարև ձեզ։ Սարճավը հատի, Ինչ ասացիք։ բարով եկակ։ Եզդերեն ինձ Այո, բարևեցի։ եզդերան բարևեցի ձեզ, ազգությամբ եզդեն։ Օ, այսինքն Արմավիր բնակավայրում կա նաև եզդիական համայնք։ Այո, կա եզդիական համանք, մոտավորապես մի 60-62 տնտեսություն համարյա։ Ինչպես են հայերն ու եզդիները ապրում կողքի։ Շատ լավ, ընկերական, բարեհամբույր, ամբողջ օրը միասին են աշխատում, միասին են վայելում, միասին են արարողություններ անցկացնում, շատ հոյակապ ձևի։ Ինչպես ձեզ դիմեմ։ Փաշա կարող եք դիմել։ Ինչ է լավ անուն ունեք։ Այո, որտեվ պատերազմի տարին եմ ծնվել, դրա համար էլ ծնողներս միանգամից ես որտե Փաշան որտե։ Այդ թակավորները որ կռվել են, ասեն դե ես Փաշա էլ տնեք միանգամից անունը։ Դրա համար դրել են Փաշա։ Ձեզ Փաշա չեք զգում։ Ինչի՞ չէ։ Ասում պարկ 4-5 հատ ոսկի տղեր կունեմ, ինչի՞ չէ։ Գյուղապետարանում եք աշխատում։ Այո, ես գյուղապետարանում եմ աշխատում շատ երկար տարի, մոտավորապես 54 տարի է, որ այս օբյեկտում աշխատում եմ, մոտավորապես մի 5 հատ էլ գյուղապետ եմ փոխել։ Ով էր ամենալավը։ Մեկից կարելի ասել լավն էր, վատերը չկան։ Ներկայիս գյուղապետի մասին։ Ներկայի գյուղապետը արդեն 20-22 տարի աշխատում, շատ հոյակապ աշխատում, Վերիաշճանի կուլտուրական, մարդկային, ամեն ինչով։ Արմավիրում ինչքան է բնակչության թիվը։ Բնակչության թիվը Արմավիրում 3200 բնակիչ ունի Արմավիրը, մոտ 740-750 տնտեսությունը։ Մարդիկ ինչով են զբաղվում։ Մարդիկ զբաղվում են գյուղատնտեսությամբ, զբաղվում են այգեգործությամբ եւ տարբեր բնակավարներում աշխատում են։ Ոռոգման ջուրը ինչ վիճակում է։ Ոռոգման ջուրը անցյալ տարի էլ, նախանցյալ տարի էլ շատ լավ էր։ Հենց որ մարդիկ շատ գոհ էին, բայց բոլոր դեպքերում վարձերը շատ է, կարելի է այդ վարձերի մասին մի քիչ մտածել։ Մարդիկ չեն կարողանում ժամանակին մուծել, դաժե դատարան են տալիս։ Թե չէ մնացածը ոռոգումը ոչինչ, նորմալ է։ Բավարարում է ջուրը նասոսների հետ միասին։ Չեն բողոքում ամռան սեզոնին։ Չեն բողոքում։ Այս տարի անցկացրեցին յուղամիջյան եւ ասֆալտապատեցին եւ մայթեր գցեցին։ Դժգոհ չենք, շատ լավ է։ Կենտրոնականն էլ արդեն մի սուրո քաշեր են, արդեն ասֆալտ են արել, երկրորդը համանական էսա գարնանը որ արդեն եղանակները բացվեց,
Այդ էլ մի անգամ իսկ ցակենք փրջանակից։ Ուզում եմ իմանալ 44-օրյա պատերազմի ժամանակ գյուղում զոհեր ունեցել եք։ Այո, յուղում զոհեր ունեցել ենք, երիտասարդները մահացել են եւ իրանց համար առանձին տեղ են հատկացրել մոտակա թափակոչված բլուրում, այնտեղ էլ թաղումը կատարել, հողարկավորել ենք։ Քանի հերոս են կորցրել։ Մոտ 5 հերոս են կորցրել, 5 հերոս կորցրել են։ Շարժված վիրավորներ եւ այլ, բայց 5 հատը մահացել են եւ հողարկավորել են։ Արմավիրի բլուրում։ Վառ հիշատակ նրանց բոլորին։ Այո, վառ հիշատակ։ Սիրելիներս, այս շենքը Արմավիր բնակավայրի մշակույթի տունն է։ Ես մտա ներս, շրջեցի ու հասկացա, որ այն խիստ վերանորոգման անհրաժեշտություն ունի։ Այնքան սիրուն է ներսը, որ վերանորոգվի, ինչքան լավ կլինի։ Խնդրում եմ ձեզ, անպայման այս կառույցին ուշադրություն դարձրեք։ Թագուհի, լավ է զարգացած գյուղ ունեք, ամեն ինչ ունեք, բանկ էլ ունեք, մեծ խանութ էլ ունեք։ Հա, ճիշտ ես ասում, արեք գնանք մեր տուն, սուրճ հյուրասիրեմ։ Աշոտ սուրճ խմում ես։ Գնացինք։ Գնացինք։ Տանը պապիկ է։ Այո, պապի էլ տատիկ էլ։ Օ, շատ լավ, իրենց հետ էլ կզրուցենք։ Բարև ձեզ։ Հազար բարի տեսանք ձեզ։ Կասեք, մենք ում տուն ենք հյուրընկալվել։ Եդիգարյան Ավետիք Ռուբենի։ Ես ինձ զգամ ինչպես մեր տանը։ Արխային։ Ահա, համոզվեցի, որ Արմավիրի բնակիչները հյուրասեր են։ Այն որ պատահական մտանք ձեր տուն, սուփրա սեղանը փռեցիք մեր առաջ։ Համ իմ կինս ատենցել է իմ աղջիկները, դա հարցս էլ ավելի բետար է։ Փառք ասում։ Պարտիրոջը։ Ապրեք, որ ձեր հարցին գնահատում եք։ Վայ, անշնորհակալ մարդը պետք է չգնահատի։ Մեր շուրջ այնքան շատ են անշնորհակալ մարդիկ։ Էդենց էլ ալն, պետք է լինեն, որ իմանանք որն է լավը, որը վատը։ Պարոն Ավետիք, եկել ենք որպեսզի արմավիրցիների հետ ծանոթանանք, գյուղի պատմությունը իմանանք, այ մեզ ինչ կարող եք պատմել ձեր հարազատ բնակավայրի մասին։ Գյուղը հիմնականում պարսկական տիրապետության ժամանակ էլ է։ Ստե Սարդարաբադ գյուղը երևի իմանաք։ Գնացել ենք Սարդարխանը տեյա նստե։ Մեր Արմավիրի բլուրի ամբրոսի քարերը քանդե տարենդե է իրան Փարիզ սարքե։ Հետո որ ռուսներն են եկել, ավելի ուժեղաներ գաղթել է գյուղում, խոյից շատ են եկել։ Բայց միջև խոյից գալը, օրինակ մեր ազգությունը Եդիգարյանները մուշից են եկել Սարդարխանի դերձակը մեր նախապապը էլ է, ինքը ժառանգ չունեցել, ուղղակի դերձակը էլ է, աստե հողեր բան ունեցել, աստից միջև Էշմիածնի Լենուղի գյուղը հողեր են ունեցել ձեռի տակը։ Խաբարարի հորող պորտղերցին արեք, տերացեք, ես անժառանգ մարդ եմ, երխա չունեմ, բան չունեմ, տենց եկել են, հետո հեղափոխություն բանման տենց։ Գյուղը նախկինում ինչ անուններ է ունեցել։ Նույնիսկ Իսրայել օրի գրքի մեջ նշվում է, որ Արմավիր է։ Իշխողներ են եկել են, փոխել են անունը Գիշատի Ճանճղի գյուղ, էտել ինչ որ այս գյուղում մի հատ քուրդ շեխի պես բան էլի տենց իշխող, որ շատ դաժան է։ Դաժան, դրա համար ասել են Գիշատի Ճանճղի գյուղ։ Ու մնացել Գուրդոգուլի հետո որ սովետական կարգերը հաստատվել է, արդեն եկել է 50-ական թվականները նորից վերանվանել են Արմավիր։ Իսկ ինչի հիման վրա են անվանել Արմավիր։ Առաջ այս Հայկավան ու Արմավիր գյուղերը միասին են եղել։ Ելել են միասին հմել այդ եկեղեցու պատին գիրը որ կարդաս, ճիշտ է վերանորոգել են մեր գյուղի տղա է վերանորոգել Հայկավանի եկեղեցին, Ղազարյան Հարութը։ Այս կողմի քարի վրան որ կարդա գրում է Արմավիրի եկեղեցի։ Ուրեմն Արմավիր էլի է ելել, չէ՞։ Հա, Արմավիրը եկեղեցի չունի։ Ուներ քանդել են, Քարփնջից եկեղեցիեր քանդել են, նորն էլ բան արեցին, այտենց ֆինանսները քիչ էր, բան հետո ֆինանսավորող չելա վեր չսարքեցին։ Ստե խաղահրապարակ էր ակումբի կողը, թե ինչ մտածեցին տարան ընդեղ խաղահրապարակը քանդեցին, գյուղի կենտրոնում վերխեք հավաքվում էին։ Իրանց համար ֆուտբոլ էին խաղում, ձերքի գնդակի դաշտեր կար, բասկետբոլի, վոլեյբոլի կար դաշտերը։ Տարան մեծերին են անկյունը քանդեցին, այտենց էլ ֆունդամենտը թափած է, բայց արդեն էլ բան չեն սարքել։ Պարոն Ավետիք, իսկ աշխատատեղեր կան գյուղում, թե մարդիկ ստիպված արտագաղթում են աշխատանքի համար։ Մարդիկ կան այդմ են մարտագնա աշխատանքի։ Մարդյանը իմ տղեն աշխատում է բանի,
Նորապատի 10-րդ սովխոզի նույն հիմնարկն է։ Շինարարության վրա դպրոցի վերանորոգում։ Կան աշխատատեղեր կան, գալու իմ հողերը բերքի վախտի տղասել աշխատողը գտնե բերմա բերք հավաքելու։ Այդ ձևի աշխատանքներ կային, մայինի աղջիկներն էլ կողի գյուղի չրանոցին աշխատան։ Աշխատանքի տեղեր կան, որ մարդը մտնին տեղ տնի աշխատանքը գտնի կաշխատի։ Ձեր մեծահասակների համար ինչ որ մի վայր կա, որ ձմռան օրերին գնաք նստեք, նարդի խաղալ։ Ես ոտիցս որին վալից չի։ Մեր գյուղի մեջ տարիքներով էլ, ջահելներով էլ, ասոբեն ես սեզոնի որ աշխատանք չիլեմ, դե բիսետկա կա։ Այդ բեսատկային նստում են կարդ են խաղում, նարդ են խաղում։ Մի որ ցուրտը գալում են ակում բեսանկյունը, ահավեսս պակել չեմ հետը։ Հարևանությունը ինչ մակարդակի վրա է։ Շատ լավ մարդիկ են հարևաններս։ Եվ փորձում եմ, ես էլ իմ չափով կարողանամ լավ լինեմ, որ մարդիկ ասում առաջին դու դի լավ լինես, որ իրանք էլ քո հանդեպ լավ լինեն։ Գյուղում պարզությունը, մաքրությունը, մարդկայնությունը մնացել է։ Ճիշտ է, մարդիկ կան այդ տարբեր բնավորության մարդիկ կան, մեկը լղլղիչ է, մեկը խոստանող բերող է, բայց վերցում ես մարդային տեսակետը կա, լիքն ամոդերը։ Ջահելների մեջն է շատ լավ բաներ կա, շատ լավ բաներ կա։ Տեսնում եմ, որ ձեր շուրջը շատ թորներ ունեք, իսկ իրենք զբաղմունքի վայր ունեն գյուղում։ Թե դա թորնիկս դպրոց է այդեմ։ Էդմա երաշտական դպրոց կանոնի, դաշնամուրի դասերի, էդմա պարի, են մեծ հորս 9 տարեկան այս աշնանը կլինի 10 տարեկան, էդմա քիմբոքսա, չէ՞։ Հա, քիմբոքսի այդեմ։ Քերին էլ զանգել էր արի հոկտեմբերյան ֆուտբոլի, տղես ասավ չէ, ֆուտբոլը Հայաստանում ապագա չունի չեմ տող։ Դե մի արդեն իրա հոր գորնա, մեկ չել մենք ենք երկուն խրախուսում, որ էթա երեկուն նայել եմ իրա կրվետ բոյեր ասում եմ Պասիվ ես էլի, մեկ իչ ավելի աշխուր իրար արի, որ լավ լինի։ Դե մի երխա է, էլի, պետք է մեկ չել դուխ տանք։ Այն օրը սովորական բանալ եմ, արդ ցուրտ է, դե զգում եմ, ուզում եմ բանանի ասի լավ, չեզի մի հատ գնդակ կռեմ, գնդակ առապերի տվի։ Երխա է, որ խնեմ ենա, իրանց մար խաղամ են էլի։ Խաղահրապարակ պետք է երեխաներին։ Դե դպրոցի մոտնա, դպրոցը հեռու է, բայց այս ստի խաղահրապարակը որ արդեն շատ լավ կլինի։ Գյուղը բավականին մեծ է տարածքով։ Իրար ճանաչում եք բնակիչներով։ Մի բան ասեմ կարող ախնդակ, ես որ փոքր էի, դե դպրոց էի, հետո գնացի Էշմիածին ուսումնարան, դե պլոդնիկություն սովրա հյուսնություն։ Բրծա եկա մի ամիս էլ չէի մնացել, էլի աշխատում էի հիմնարկի, բանակ գնացի։ 5 տարի գյուղից բացակայել եմ, գյուղացիքին չէի ճանաչում։ Հետո որ եկա սկսեցի աշխատել, տեսա չէ, պլոդնիկությունը ձեռ չտալեմ, թեկվա հորիցս տրակտորիստությունից ով, տրակտորի սկսեցի աշխատել։ Արդեն սկսեցի գյուղի ժողովրդին ճանաչել, իրանք ընձի։ Զարմանաց մարդ, այս մարդ տղան, այս ինչ մարդ տղան ես ասում, հա։ Տենց։ Հիմա բոլորին դեմքով ճանաչում եք։ Դե բոլորին հնարավոր չի, տարիքովներին հա, բայց ջահելներին ասենք երեխեքը որ չեմ շփվել, ինչ իմանամ ով է։ Արևիկ ջան, աղջիկ ջան, այս աշկերս այս վերջից տարիները մեկիչ սկսել է խավար ցույց տալ։ Ինչ տեղ կա հասնեմ աշկերիս մեջը, որ լավ օգնի։ Ճիշտ հասցեով եք դիմում։ Ուրեմն, պարոն Ավետիք, Երևան գնում գալիս եք ընդհանրապես։ Համարյա չէ։ Իսկ ձեր տղան աղջիկը։ Տղան կարող է, աղջիկն չեմ անում։ Դե որ գնա Երևան ձեր տղան, կասեք մտնի Emily Farm դեղատուն, այնտեղից դեմոպտիկ առնի։ Բերի կկաթացնեք ու կդառնաք 20 տարեկան։ Էլ ձեր աչքերը չեն խամրի։ Կհիշես տղա ջան։ Կհիշացնեք, որ չհիշի։ Ինչ կա, չկա։ Ամեն ինչ կա, բացի փողից։ Բա ինչ անենք, որ փողել լինի։ Դե չեն ընդունում աշխատանք, ասում են թշագարու ես, պապի ջան։ Որտեղ եք ուզում աշխատել, որ չեն ընդունում։ Մասնագետ եմ մեխանիզատորում։ Գնում եք, ուզում եք աշխատեք, չեն ընդունում։ Չեն ընդունում։ Վայ։ Կգնաք իմ անունը կտակ ու կընդունեն։ Ինչքան թոշակ եք ստանում։ Ես 36,000։ Ընդամենը։ Ընդամենը։ Չեմ հասկանում։ 30 տարվա ստաժը չտվեցին, ասում են արխիվը պաժարանգ է։ Որտեղ եք աշխատել 30 տարի։ Լրիվ հոկտեմբերյանով, Երևանով, սաղ տեղեր է։ Ես 60 թիվն եմ, 14 տարեկանից աշխատում եմ։ Ըստ օրենքի ինչքան թոշակ պետք է ստանայիք։
Միջին թոշակը 36,000 ընդհանրապես։ Չէ, եթե ստաժով ամեն ինչով Բա, հաշվեի։ որոններ աղագին կստանա էլի։ 25 տարվա ստաճ չեն տվել 30 տարվա։ Գնացել եմ կոլխոզի աշխատանքով եւ իմ ծառայությունով, որ բանակ եմ ծառայում։ Ընկեր Հարութ։ Հիմա քան տարեկան եք։ 66։ 3 տարի թոշակ եք ստանում։ 62-ից ստանում եմ։ Հա։ Ու 36,000 թե։ Այո, 36,000։ Դե 10,000-ով կավելացնեն, էլի։ Ուզում եմ իմանալ, այստեղ եք ծնվել Արմավիր։ Այո։ Իսկ նախկինում Արմավիրի անունը եղել է Մեծ Արմավիր։ Արմավիր ու Արմավիր։ Մեծ Արմավիր կամ մի հատ էլ նոր Արմավիր, սարի վրան է։ Հիմա անվանափոխվել է, դարձել է ուղղակի Արմավիր։ Էլի Արմավիրն է, էլի, այն վաղտել էր Արմավիր։ Բայց տարբերելու համար ասում եք Մեծ Արմավիր, Նոր Արմավիր։ Հիմա որ ուրիշ տեղը հարցնում են, որ ասում ես Արմավիրից եմ, հարցնում են, որ Արմավիրի։ Ասում ես Մեծ Արմավիր։ Հա, որ տարբեր եք, էլի։ Հա, որ ասենք կարող է Նոր Արմավիր տրվի։ Այսինքն Մեծ Արմավիր, որովհետև գյուղը տարածքով մեծ է։ Այո։ Ռայոնի 4-րդ գյուղն է։ Բայց այստեղ կյանքը ոնց է անցնում, շատ են կռիվներ լինում։ Չէ։ Գյուղացիները, որ իրար հետ անդադ կռվեն։ Հաշտ, համերաշք ապրում են։ Նա որ անցած տարիները չկա ջան, որ միասնական հարգանք շնորհք մեծ ու փոքր կա, հիմա չկա։ Հիմա վերջացել է այդ բոլորը։ Հարգանքը, սերը, ամեն ինչ վերջացել է։ Այո, տարիքի հարաբերությունը։ Երիտասարդները հարգել չգիտեն մեծերին։ Չէ, ոչ բոլորը, բայց մենք ընկերներով 15 տարեկան տղա ենք էլ այս ակումբի կինոյից վերջանում էր, էլ մենք դուրս կայնում ենք, մեր մեծ ընկերներն ասում են, «Դավայ, աղաքտունը ինչ կա, ժամինը չեք կային այստեղ, ինչ գործում է»։ Իսկ հիմա որ ասես, չէ, կարող է տեցել։ Մարդիկ անտարբեր են դարձել, սառնասիրտ են դարձել։ Ինչ կուզենայիք, որ գյուղում ձեզ համար կառուցեին, ձեզ երջանիկ զգայիք։ Ոչ մի բան, ոնց կա, ես կուզենայի մենակ իմ գյուղի ջահելությունները անոք երջանիկ ապրի։ Կին ունեք դուք հիմա։ Այո։ Անունը ի՞նչ է։ Ալա, Թորնուշ բերել եմ Պարիզ։ Այդ համար եմ սպասում, որ վերցնեմ տուն եթանք։ Հասկացա ձեզ։ Իսկ ինչքան ժամանակ Ալայի հետ ապրում եք։ 83 թվից։ Մինչև հիմա։ Իրար շատ եք սիրում։ Բա ոնց կարելի է։ Մարտի 8-ին ինչ եք նվիրելու։ Ծաղիկներ։ Միշտ եք ծաղիկներ նվիրում, Կիարիկի ծառից։ Այո։ Մի հատ սիրո խոստովանություն կանեք Տիկին Ալային։ Ես իրան շատ եմ սիրում։ Իսկ ինքը ձեզ։ Երևի կսիրի էլի։ Ժողովուրդ ջան, այսօր էլ մարտի 6-ին 2026 թվականի ես ու Աշոտը շրջայց կատարեցինք Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրում ու խոսքերն ավելորդ են բնակիչների ընդունելության մասով։ Ես գոհ ու երջանիկ գնում եմ Երևան, որովհետև Արմավիր բնակավայրում մարդիկ իսկապես հյուրընկալ են, ջերմ են, մարդկայնությունը բնակիչների մեջ կա, ինչը բացակայում է քաղաքներում։ Ուզում եմ ասել, որ մենք ցանկացած մարզում կարող ենք լինել, միայն թե մեկնաբանությունների դաշտում գրեք ձեր բնակավայրի անունը, որպեսզի ես ու Աշոտը այցելենք, ծանոթանանք ձեզ հետ, խոսենք ձեր կյանքի, ձեր բնակավայրի մասին, խնդիրները ներկայացնենք, միգուցե մեզ լսեն ու լուծում տրամադրեն։ Արմավիր գյուղին պետք է խաղահրապարակ, որպեսզի երեխաները անհոգ մանկություն ունենան, կխնդրեմ, որ մշակույթի տունը վերակառուցեք, հետո ունեն գյուղամիջյան ճանապարհներ ասֆալտապատեք ու աղբամաններ տեղադրեք գյուղի տարածքում։ Երեխաներին էլ կխնդրեմ, որ գյուղի մաքրությանը հետևեն, ամեն ամիս գոնե մի անգամ շաբաթօրյա կազմակերպեն ու մեր հայրենիքը բոլորս էլ շատ սիրենք։ Նաև առիթից օգտվեմ ու բարևեմ մորաքրոջս աղջկա երեխաներին, Ինեսիկին ու Սոֆիին, իրենք են էլի խնդրել, ասել են Արևիկ, որ հաղորդում նկարես, մեզ անպայման կբարևես։ Ապրում են
Բերդ քաղաքում Տավուշի մարզի։ Պաչիկներ ձեզ երեխեք ջան։ Դե Աշոտը արդեն կյանքս կերավ, ասում Արևիկ ես պետքա հասնեմ վեդի, արագացրու, մելանքոլիկ ասա որ գնում են գյուղ նկարելու, Աշոտ ջան դու գիտես որ պետքա երկար մնաս, Արևիկին այդքան միշտ տապեցրու։ Հասկանում եմ տղա որ պիտի գնան Երևանից էլ վեդի, բայց հազիվ գյուղ են եկել, թող մի քիչ այս պարզ ու ջինջ արդար մարդկանց հետ մի քիչ երկար էլի շփվենք։ Մի խոսքով ես գնում եմ Երևան, բայց ասեմ որ արմավիրցիներ ջան, ձեզնից շատ գոհ եմ։ Լավ եղեք, առողջ եղեք, էլի կհանդիպենք, լիքը սրտիկներ ու պաչիկներ ձեզ։ Գնացինք։ Ուֆ Աշոտ, ես քո հետ Երևան չեմ գալու։ Հասկացար։ Դու ինձ նեղացրել ես։ Ինչ ավտոյա։ Կարող եմ նստեմ, քշեմ, մենակս գնամ Երևան։ Ոչ։ Աշոտ, հələ արի բացի դուռը։ Շուտ արա։ Ես պետք է գնամ, ես քեզ ինձ նեղացել եմ։ Բաց։ Չացել է։ Ոնց։ Նոր բաց էր։ Նոր բաց էր դուռը։ Մենք փչացրինք։ Մենք մեղք չունենք։